Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները հասնում են իսկապես պայթյունավտանգ մակարդակի, որտեղ յուրաքանչյուր գործողություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Սյուժեն միաժամանակ զարգանում է մի քանի ուղղություններով, և յուրաքանչյուր գիծ ավելի է լարում ընդհանուր մթնոլորտը։ Նորոն ու Էդոն վերջապես կարողանում են հասնել Կարենին ու բռնել նրան։ Սա այն պահն էր, որին երկար ժամանակ սպասում էին հեռուստադիտողները։ Նրանք հասկանում էին, որ եթե Կարենը հասնի Մագդային և առաջինը պատմի ճշմարտությունը Լանայի մասին, ապա ամեն ինչ կարող է փլուզվել։ Այդ պատճառով նրանք գնում են մինչև վերջ, նրան մեկուսացնելու համար։ Կարենին տանում են ու փակում, կարծելով, որ այս անգամ կարողացան կանխել ամենավատը։ Բայց հենց այստեղ է, որ սերիալը կրկին ցույց է տալիս՝ Կարենը սովորական հակառակորդ չէ, նա միշտ ունի պահուստային քայլ։ Նրան հաջողվում է կտրող գործիքով ազատվել։ Սա արդեն խոսում է այն մասին, որ նա նախօրոք պատրաստված էր կամ պարզապես երբեք չի կորցնում վերահսկողությունը, նույնիսկ ամենաբարդ իրավիճակում։ Ազատվելով նա ոչ միայն փախչում է, այլ նաև հարձակվում։ Էդոյի գլխին հասցրած հարվածը դառնում է նոր շոկային պահ։ Այս պահին ամենամեծ հարցերից մեկը՝ ինչ վիճակում է Էդոն, եթե հարվածը ծանր է եղել, դա կարող է ոչ միայն ֆիզիկական հետևանքներ ունենալ, այլ նաև ազդել սյուժեի հետագա ընթացքի վրա։ Էդոն այն կերպարներից է, ով փորձում էր հավասարակշռել իրավիճակը, և նրա դուրս գալը խաղից կարող է մեծ բաց լինել։ Մինչ այս ամենը տեղի է ունենում, մյուս գծում Բաբկենը շարունակում է իր վտանգավոր խաղը։ Նա կարծես ամբողջությամբ կորցրել է սահմանները և պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի երեխաների մեջ ատելություն սերմանի Արշակի նկատմամբ։ Հատկապես Էլիզի վրա նրա ազդեցությունը շատ նկատելի է։ Բաբկենը փորձում է նրան համոզել, որ Արշակն է մեղավոր իրենց մոր Շուշանի մահվան մեջ, և այդ նպատակով նա օգտագործում է մի բան, որը թվում է որպես ապացույց՝ Շուշանի ձայնային հաղորդագրությունը։ Այդ տեսարանն իսկապես շատ ծանր է։ Շուշանի ձայնը, նրա ծանր վիճակը, նրա խոսքերը երեխաներին մենակ չթողնես հուզում են բոլորին։ Բայց Բաբկենը փորձում է այդ հուզական պահը դարձնել մեղադրանքի հիմք։ Հաղորդագրության ֆոնին լսվում է նաև Արշակի ձայնը, և հենց դա է այն կետը, որի վրա Բաբկենը կառուցում է իր մեղադրանքը։ Բայց արդյոք սա ապացույց է։ Իհարկե ոչ։ Եթե ավելի խորությամբ նայենք իրավիճակին, ապա այդ ձայնագրությունն ավելի շատ հակառակն է ապացուցում։ Շուշանը դիմում է Բաբկենին, խնդրում նրան հոգ տանել երեխաների մասին, բայց դա չի նշանակում, որ նա Արշակից վախեցած է կամ Արշակն ինչ-որ բան է անում։ Եթե Արշակն իսկապես մեղավոր լիներ, արդյոք Շուշանը նման խոսքեր կասեր։ Ամենայն հավանականությամբ ոչ։ Ավելին, ֆոնում լսվող ձայնը կարող է լինել ցանկացած խոսակցության մաս, կամ ուղղակի, երբ Արշակն հարցնում է, թե ում հետ ես խոսում, դա չի նշանակում, որ Արշակը նրան ցավեցնում կամ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այդ հատվածը կարելի է հեշտությամբ սխալ մեկնաբանել կամ նույնիսկ դիտավորյալ ներկայացնել այլ կերպ, ինչպես անում է Բաբկենը։ Այս ամենը ցույց է տալիս, որ Բաբկենը ոչ թե փորձում է բացահայտել ճշմարտությունը, այլ ձևավորել իր ճշմարտությունը հարմարեցված իր նպատակներին։ Նրա նպատակը պարզ է՝ բաժանել, կոտրել և վերջնականապես թշնամացնել երեխաներին Արշակի դեմ։ Նա նույնիսկ դիմում է ամենաստոր քայլին, գալիս է մոր մոտ ու ասում, որ Էլիզի մոտ պետք է անընդհատ խոսել մոր մահվան մասին, իհարկե մեղադրելով Արշակին, որպեսզի այդ թշնամությունն ու ցավը էլ ավելի խորանա Էլիզի մեջ։ Սերիալն այս պահին շատ հստակ ցույց է տալիս, թե որքան կարող է լինել կիսաճշմարտությունը վտանգավոր։ Երբ փաստերը ներկայացվում են ընտրովի, դրանք կարող են ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ սուտը։ Առաջիկա սերիաներում սպասվում են շատ լուրջ զարգացումներ։ Կարենն ազատության մեջ է և ավելի վտանգավոր, քան երբևէ։ Էդոյի վիճակը դեռ անհայտ է։ Էլիզի ներսում ատելությունը կարող է ավելի խորանալ, իսկ Արշակը կանգնած է իր կյանքի ամենածանր մեղադրանքների առաջ։ Բայց ամենակարևոր հարցը մնում է բաց՝ կհաջողվի ճշմարտությանը դուրս գալ լույս աշխարհ, թե կեղծ ապացույցները կհաղթեն և կքանդեն այն, ինչ դեռ հնարավոր էր փրկել։ Հեռուստադիտողները կարծում են, որ Բաբկենն այս ձայնագրությունն օգտագործելու է ոչ միայն իր երեխաներին թշնամացնելու Արշակի հետ, այլ նույնիսկ գնալ ոստիկանություն ու նրան մեղադրել Շուշանի սպանության մեջ։ Ինչ է սպասվում առաջիկայում, դեռ պարզ չէ, բայց այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ բացահայտելու համար
Միացեք մեր ալիքին։ Գրեք ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Ինչ եք կարծում կհաջողվի Բաբկենին մեղադրել Արշակին ու նրան ուղղակի զրկել իր ընտանիքի հետ լինելու հնարավորությունից։ Գրեք ձեր կարծիքները, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիրի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, սեղմեք զանգակոճակը, եղեք տեղեկացված, չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ համար կբերենք նոր ու հետաքրքիր տեսանյութեր, կբացահայտենք շատ հետաքրքիրը։ Մնացեք մեզ հետ։